Այս պաստառը 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին աջակցելու եկածների հիմնական ուղերձն էր։ 18-ամյա դպրոցականն առողջական շատ խնդիրներ ունի եւ նրա կյանքը վտանգված է կալանքի պայմաններում, պնդում էին հավաքվածները։ Ստեղծված իրավիճակը կարող է անդառնալի ազդեցություն ունենալ նրա հոգեբանական վիճակի, կրթության եւ ապագայի վրա, ինչպես նաեւ առողջության։ Մենք համոզված ենք, որ տվյալ իրավիճակում կիրառված խափանման միջոցը անհամաչափ ծանր հետևանքներ է առաջացնում, հատկապես հաշվի առնելով Դավիթի տարիքը եւ առողջական վիճակը։ Դատախազության դիմաց հավաքված քաղաքացիները Աննա Վարդապետյանի հետ էին ուզում հանդիպել, պահանջում էին փոխել 18-ամյա Դավիթի խափանման միջոց կալանքը։ Ունի բազմաթիվ կրկնում եմ նորից, որտեղ խոսել ենք մայրիկի հետ, խոսել ենք պաշտպանի հետ, անհամատեղելի կալանքի հետ հիվանդություններ, այդ երեխան չպիտի լինի։ Ու ես այսօր այստեղ եմ ասելու այդ վերևի մարդուն, որ չպիտի էս երկրում խոսքը, չպիտի էս երկրում վերաբերմունքը, քաղաքական հայացքները եւ նման բաները միանգամից կալանքի տարվի, դա նորմալ չի։ Դատախազը չիջավ, չհանդիպեց քաղաքացիներին, իր գրասենյակում չընդունեց նրանց։ Միակ հնարավորությունը, որ տրվեց, դիմում ներկայացնելն էր։ Մեզ հասարակ մահկանացուներից չընդունեց, գուցե կոստյումով չէինք դրա համար։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 2 ամսով կալանավորված Դավիթի դեմ չէ այս քայլերը։ Փաշինյանը պայքարում է 18-ից 25 տարեկան երիտասարդների դեմ։ Մեծ այդ զրույցում ընդգծել է 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մայրը Ալիսա Գևորգյանը։ Հանցավոր ռեժիմ, հանցագործ ռեժիմ, որի գործունեությունը աղետ է բոլորի համար, բայց հատկապես ես ինչքան հասկանում եմ 18-ից 20-25 տարեկան երիտասարդների համար։ Ինչով է պայմանավորված այս ուժի նման ատելությունը, այս հատկապես տարիքային այս շեմի խավի հանդեպ չեմ կարող բացատրել։ Միակ բացատրությունը, որ կարող եմ ունենալ, մեր հարևան ոչ բարեկամ երկրների գենետիկ ատելությունն է մեր ժողովրդի եւ նրա առողջ սերմի նկատմամբ։ Դավիթը գերազանց սովորող աշակերտ է, առողջական մի շարք խնդիրներ ունի, բայց դրանց հակառակ պարապում էր, որ բուհ ընդունվեր։ Շատ երազանքներ ունի։ Նա իր ոտքով պատարակի գնաց, հետո քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց, կեղծ մեղադրանքներով, հետո պատգարակով հիվանդանոց։ Մտահոգիչ, ուղղակի այդքան։ Ոչ, Դավիթը լավ չի, ժողովուրդ ջան։ Դավիթը լավ չի։ Երիտասարդներին ճնշելու գործիք է կիրառում իշխանությունը հատկապես այս փուլում ընտրությունից 2 ամիս առաջ, կարծում է հանրային գործիչ Սամվել Աշոտյանը։ Ասում է, փորձում են վախեցնել, ճնշել երիտասարդներին։ Իրանք ազդակ են ուղարկում ընդհանուր երիտասարդությանը, որ ձեզ խելոք պահեք, որովհետև ոչ մեկը երաշխավորված չի, որ մենք ձեզ էլ չենք բանանելու, էլի այդ կարմիր գծերն անցնենք, ձեզ էլ չենք կալանավորելու, էլի ինչ-որ բաների համար, ցանկացած ինչ-որ բանի համար։ Զուգահեռ իրականությունում Դավիթի դասընկերներն ակցիաներ են իրականացնում մարդու իրավունքների պաշտպանի, Եվրամիության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ դատախազության դիմաց։ Պահանջում են խնայել իրենց ընկերոջ կյանքը։ Լրագրողների հետ զրույցում մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է, միջնորդել է փոխել Դավիթի խափանման միջոցը, թե ում է ասել, ինչ պատասխան ստացել, մարդու իրավունքների պաշտպանը չի հստակեցրել։ Այս եւ քաղաքացիների պահանջին ի պատասխան փաստաբանները այսօր ստացան վերահսկող դատախազի արդեն մուտքագրված նոր բողոքը, որ ներկայացրել էր ի վնաս Դավիթի այն պայմաններում, երբ դատարանն ամբողջությամբ բավարարել էր մեղադրող կողմի պահանջները։ 18-ամյա աշակերտի առողջական վիճակն աստիճանաբար ծանրանում է։ Ծանրանում իրեն վերագրվող հոդվածի պես, որը ըստ փաստաբանների իրավական որևէ հիմք չունի։ Ճնշում, խեղճացնում են երիտասարդներին։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։